Առևտրի այս կենտրոնը շատ գեղեցիկ է ներսից եւ դրսից։ Խանութի կառուցվածքը շատ հարմար է առևտրի համար։ Կոլեկտիվում շատ համերաշխ մթնոլորտ է, աշխատողներն էլ միշտ ժպտում են մեզ։ Տերմինալի ղեկավարությունն էլ հին հաճընցի են եւ շատ հաճախ օգնում են կարիքավորներին։ Ձեզ աշխատանքային բուռն վերելք եւ շատ հաճելի ակնթարթներ։ Նոր հաճն քաղաքի կենսագրության մեջ իրենց պատվավոր տեղն ունեն մեր համաքաղաքացի վաստակաշատ մայրերը։ Նրանց կենսագրությունը ոսկե տառերով է, ապրած կյանքը նվիրումով ու հայ կնոջ իսկական առաքելությամբ։ Մենք պարտավոր ենք մեր մեծ հարգանքը տալ նրանց, ովքեր պասյոլկա կոչված նոր հաճնի կողքին են եղել երեկ եւ այսօր։ Մեր խորին հարգանքը բոլորին եւ մեր մեծ ուշադրությունը նրանց։ Զենֆիրը Հայրապետյանը Սիլավո հաճնի այն բնակիչներից է, ովքեր ամենաառաջիններից մեկն են ոտք դրել այստեղ։ Նա հաճախել է ամենահին դպրոցը, ապրել ամենահին դոմիկներից մեկում ու եղել գործարանի հնաբնակներից։ 5 տարեկանից ստեղ եմ եղել, առաջի դասարանը երաժշտական դպրոցն եմ գնացել, մանկությունս ասենք երեխավաղ մինչև 16 տարեկան հետո ամուսնացել եմ 63 թվականին։ Հայրս 50 թվականին ջնդեր Գյումուշ գեսը այդ կառուցելու համար բանվոր ժողովուրդ պետք եղե բանվորներ։ Ուն հայրս վերցել է 3 աղջկան, որ այդ մենք Սիլավոյ ուզել։ Բերել են, հավաքել են, այս հիմա քաղաքապետ Գագոն կա, իրա պապը տատը Արուստոտան Գաբրիել Զադ։ Մենք նույն դոմիկը մնդենք ապրել, ըստեղ էլ նույն դոմիկում։ Ներքևը մենք ենք եղել կրիշը, իրանք են եղել այն կողքը մի ուրիշ ընտանիք, մի 4 ընտանիք այդ նույն դոմիկի մեջ։ 53 թվի։ Երաժշտական մեր այսօրվա դպրոցը եղել է իմ առաջի դասարանը, որ գնացել եմ։ Մուրադյան Գալստյան Գագոյի մաման, Մանիկ Մուրադյանը, ընկեր Մարտիրոսյանը Գետամեջից, որ եկել է երիտասարդ տարիքի մոր հետո տնօրեն է Ռուսմա։ Իմ հայոց լեզվի գրականության ուսուցչին ա եղել, որ ես շատ եմ սիրել իրան, ինքն էլ ինձ ա շատ սիրել։ Տիկին Զենֆիրան բազմազավակ ընտանիքից է։ Հայրն ու մայրը իսկական հայ ընտանիքին վայել, հալալ քրտինքով կարողացել են երեխաներին մեծացնել, հետո արդեն իրենց սեփական երեխաներին սովորեցրել են նույն ավանդույթն ու տվել են նույն հայկական արժեքները։ Ուրեմն 65 թվի փետրվարի 10-ին ինձ ընդունեցին։ Այդ բոլոր գործիքներով կամաց առաջ եմ գնացել։ Սկզբից ինդիկատորի վրա, հետո սֆերոմետրի վրա, մի որոշ ժամանակ էլ այդ պայստապետ աշխատեցի, դե գնալա, գալա, ապրանք ստանալ, բերելա։ Ես ասեցի ուզում եմ ստանոքի վրա նստեմ քարտաշեմ Սարգսյանի հետ։ 30 տարի պատկերացրա, ես այդ գործարանում աշխատել եմ, մտուց հետո 71 թվին ցուցակագրեցին, լավ ագրանչիկներին տանում են Սմոլենսկ, ադամանդի գործով։ Առաջի ադամանդը, որ ամիս կեսում սովորել են եկել, մեկը իմ ամուսինն է, Հայրապետյան Սարգիս։
Զենֆիրը Հայրապետյանը մեզ հյուրասիրեց ավանդական հայկական ժենգյալի հացով, որը պատրաստել էր սիրելի թորնուհին։ Թորներն են նրա իսկական դեղատոմսը։ Հայ տատիկը իր օրն սկսում եւ ավարտում է աղոթքով։ Աղոթք առ խաղաղություն, դե ուրեմն խաղաղություն ամենեցուն։ Շնորհակալ եմ Տեր այսօրվա համար, ամեն օրվա համար, ամեն պահի համար, ամեն ինչի համար։ Մեր հերթական այցելությունն ու մեծ ուշադրությունը մեզ տարավ մի տարեց ու վաստակավոր հայ կնոջ ընտանիք։ Մարուսյա Մկրտչյանը տարեվերջին կդառնա 94 տարեկան։ Շատ ու շատ ամպեր անցան Մարուս տոտայի գլխով, եւ նա հանուն երեխեքի, թոռների եւ ծոռների այսօր էլ մեր կողքին է։ Ով հայոց մայրեր, ով հայոց մայրեր, հայոց աշխարհի սուր մայրեր։ 68 թվին 4 երեխա հետ եկել եմ ստեղ։ Երեք երեխա հետ, մեկն ստեղ ա եղել 4-ը։ Երեքը գյուղիցն են պիրել։ Երեք աղբոր, երեք տեղեքը։ Գայանն էլ ստեղ ալել։ Նոր հաջի ալել։ 4 երեխա։ 20 տարի թշնամոսն եմ աշխատել։ Էս տունը թշնամոսն ա տվել։ Էս մենք առաջի հարկն ենք, երկրորդ հարկը երկուսեն եկատուն։ Ես թշնամոսը մեր բրիգադի առաջավորն եմ եղել։ Իմ մարդներ շինարարության հրաչը։ Հետո եկավ մենք առաջի հարկից այդ մարդը հանեց ստեղ։ Ձեր շնորհքը աշխատանքի համար էս տալիս եմ ձեզ։ Դե աշխատել ենք, շատ եմ աշխատել, թությունում աշխատել եմ, կարտոշքում աշխատել եմ, խոթվակել եմ, վերջի տարիները կթվեր եմ ելել, 17 կով եմ կթել։ Խոնարհվում եմ ես ձեր առաջ, ու գալիս եմ անձայն ծնկի, աղոթում եմ երկնահարաջ, լույսի տաճար հայոց մայրեր։ Մարուս տատիկի առողջական խնդիրները չխանգարեցին մեր անկեղծ զրույցին։ Մեծ մայրն ու մեծ նանը տառապանքների միջով է անցել։ Արցախյան առաջին ազատամարտում կորցրեց ավագ որդուն Խաչիկին, իսկ անցյալ տարի կյանքին հրաշեջ տվեց Յուրիկը։ Անի մեջիներ, որ թշակից համար հանեցիք այդ տարիները, մեջին պարչավադրումները ստեղ գրված էր, աշխատանքից դիմաց։ Ստեղել եմ ստացել, ստեղել Մարկարյանը, դիրեկտոր էր։ Մի տելևիզորը պարչավադրեց ինձ, իմ աշխատանքի համար, մի կարմիր տելևիզորը, վաղտել փողը մանետ էր վաղտ փողը։ Ախ հայոց մայրեր, հայոց աշխարհի սուրբ մայրեր։ Լուսահոգի ամուսնու հետ դժվարությամբ, բայց պատվով մեծացրեցին 4 երեխաներին։ Այսօր արդեն թոռներն ու ծոռների ներկայությունն է ուշ տալիս Մարուս տոտային, եւ Մարուս տոտան իր մայրական օրհնանքն ու սրտի ցանկությունը տվեց մեզ։ Ես նոր հաջում կցանկանամ մեծից փոքրը մեր Հիսուսի ճանաչեն ու պաշտեն, որ իրենց կյանք ունենան փրկվեն, դժոխք կչիքենեն, ես ետ կցանկանա։
այցելությունները քաղաքի մեծերին երևի օրինակ կամ խրատ կլինի գալիք սերունդներին։ Առաջներում բոլոր հաճնցիները իրար հարազատ էին, եւ այդ մշակույթը մեզ ժառանգել էին հենց իրենք, մեծերը։ Նոր հաճնի հիմ պատմությունը կրողներից է Ղազարյանների ընտանիքը, որտեղ իր օջախի գլխին է մեր սիրելի Քնար տոտան։ Բարև ձեզ Քնար տոտա, շնորհավորում եմ մայրության գեղեցկության միամսյակի առիթով, առողջ եղեք։ Շնորհակալություն եմ այդնում ձեզ։ Մեր դոմիկը գիտես որտեղ էր, բանի, այս ներքևի, այն գորդարանից, որ այն ճամփեն գալիս է։ Առաջի բան, մանկապարտեզը այս կողմն է, այն ժամանակ այդ մանկապարտեզը չկար։ Մի փոքր մանկապարտեզ էր։ Էսի սենց ճամփեն, որ գալիս են գորդարանից, սենց մի ճամփա է թեքվում, ցածր։ Առաջի ապրողը Իլիչն էր, Իլիչին հիշում ես, Լիդայի։ Հետո նրանից հետո Արտյոմից դոմիկն էր, նոր նրանից հետո երրորդը մեր դոմիկն էր, գորդարանից մենք են հանրակացարանի սպիտակ, հանրակացարանի շենքի մոտով գալիս էինք, առը էլի մերն էլ էր ճամփի վրա, 3, մեր կողքինը վաղոն էր, դիմացը, բայց հետևը 6 ընտանիք կային, 6 ընտանիք, դոմիկներ։ Գիշեր ցերեկ սնարիս մոտ արթուն մնացիր ու երկել ես օրոր ասել իմ անուշ մայերի Քնարիկ Ղազարյանն էլ իր լուսահոգի ամուսին ուստա երջոյի հետ անցել է արտադրամասերի բովով եւ գործարանն էլ նրանց տվել է 3 սենյականոց բնակարան։ Նրա երեխաների հետ մենք նույն դպրոցն ենք հաճախել, դեռ ավելին, ծնվել ենք դոմիկների հարևանությամբ։ Ստեփանյան Հրաչի մոտ աշխատում էինք, ասեղ էինք, սերուն պլաստինկայի համար։ Մենք Ռուբինից մատանու քարեր էինք սարքում։ Կորունդը, Ընդեղ եմ աշխատել, 34 տարի ես այդ գործարան աշխատել եմ։ Այո, տան մեծը, տան լավատեսությունն է, օջախի իմաստությունն ու հենարանը։ Մավելը, մանրացե անժիկը, էտի իմ երեխեքն է։ Հիմի այս թորից մեկը ամուսնացրել ենք, եկատ երեխա ունի։ Ու մինչև հիմի տենց էլ ապրում ենք, շնորհակալ ենք Հարությունյանից, որ բոլորիս բավարարել է։ Առողջ եղիր, Քնար տոտա ջան, այդպես դեպի 90-ամյակ։ Ուրախ կյանքիդ մատաղ իմ անուշ մայերի Քո մայրական սերը մեծ է սրտից հատոյի Թող խաղաղության աղավնին մշտապես ճախրի հայոց երկնակամարում։